Դու դեռ հավատում ես, որ այս շքերթները քեզ պաշտպանելու են։ Մտածում ես, եթե զենքը ցուցադրում են, ուրեմն այն պաշտպանելու է քեզ։ Բնավ ոչ։ Ուզում ես գնի հարյուրավոր միլիարդների զենք, դա ոչինչ չի նշանակում։ Եթե չկա քաղաքական կամք, ու երբ որ երկիրը ղեկավարում է մի մարդ, ով ենթարկվում է Ալիևին, առավել ևս։ Մեր երկրի ղեկավարը պղծեց բանակը, ոտնահարեց զինվորի ու սպայի արժանապատվությունը, հիմա էլ թե բա զորահանդես։ Այս ամենը ունի միայն մեկ նպատակ՝ թաքցնել քեզանից իրականությունը ու կրկին անգամ մոլորեցնել։ Մինչև դու զբաղված կլինես այդ էժան PR ներկայացումներով, էժան նկատի ունեմ ոչ թե գումարով, քննարկում է 300,000 ադրբեջանցիներ Հայաստան բերելու ծրագիրը, որը վերջնականապես կքանդի մեր անվտանգությունն ու պետականությունը։ Ու այդ մարդիկ քիչ չեն գալու, միանգամից չէ։ Պատերազմից առաջ հիշում ես, որ 200 միլիոնով առան 400 սու։ Դրանք մենակ սելֆիների համար էին։ Պատերազմի ժամանակ այդ թանկարժեք խաղալիքները ուղղակի թաքցված են եղել օդանավակայանում, չօգտագործվեց։ Իսկ գիտես ինչի, որովհետև չկար համապատասխան վերապատրաստում ունեցող օդաչուներ ու ոչ էլ հրթիռներ, Սու 30 առանց հրթիռների։ Սրանք նույնիսկ ճիշտ զենք առնել չգիտեն, ցավը դրանում է։ Իսկ իրական լուծումները սելֆիներն ու կապիկությունները չեն, այլ ուժեղ դիվանագիտությունն է, պաշտպանված երկինքն է, արժանապատիվ ծառայությունն է, ամուր սահմաններն է, երաշխավորված խաղաղությունն է ու ռազմաարդյունաբերության զարգացումը։ Հիշի, չեզոքությունը քեզ չի փրկելու, երբ թշնամին դուռը թակի, իսկ դրա հավանականությունը շատ մեծ է։ Մենք թույլ չենք տալու, ուժեղ Հայաստանը թույլ չի տալու դա, ու մենք գիտենք, թե ինչպես։ Անպայման խնդրում ենք քեզ, գնա ընտրության, որ չգան։ Իսկ փոփոխությունների համար, քվեաթերթիկ համար 3